Ջոն Լոկն ասել է, որտեղ չկան օրենքներ, այնտեղ չկա եւ ազատություն։ Բարև ձեզ, եթերում ռելևանտ ոդքասթն է։ Ես այսօր զրուցելու եմ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Ալեքսանյան։ Բարև ձեզ։ Տիկին Ալեքսանյան, ընտրություններից հետո իմ բոլոր հյուրերին ես հարց տալիս եմ, ինչ եք կարծում, ընտրությունները արդար, թափանցիկ էին, թե կեղծված։ Ես հստակ կարող եմ ասել, որ արդար չէին, ազատ չէին եւ թափանցիկ չէին։ Բայց նաև կեղծված չէին, հա։ Չէ, դե կեղծված չեմ կարող հստակ ասել, որովհետեւ ձայների ինչ որ տարբերություն կա, բայց որ կեղծիկներ եղել են, դա ակնհայտ է։ Բայց ես ասեմ ձեզ, նախընտրական շրջանից եմ ասում, որ չէին կարող լինել արդար ընտրություններ։ Դեռ Քարոզ Արշավի փորձ։ Քարոզ Արշավի, այո։ Քարոզ Արշավից արդեն նույնիսկ այն պահից, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում էր, եթե ես համանդրական մեծամասնություն չլինեմ, աղետալի պատերազմա, եթե ԿՊ-ն չդառնա, էլի, համանդրական մեծամասնություն աղետալի պատերազմ է, նույնիսկ ժամկետ էր, չէ՞ նշում սեպտեմբերի։ Դա շանտաժ չէր։ Դա սպառնալիք էր, ոնց որ սպառնալիք էր, իսկ ազատ ընտրությունը չի ենթադրում, էլի։ Վախի մթնոլորտ։ Այդ սպառնալիքն էր, որ ես պետք է լինեմ համանդրական, այսինքն պարտադրանք, սպառնալիք։ Բայց հետո երբ որ արդեն Քարոզ Արշավին մոտ եւ այդ ամբողջ ընթացքում դա սարսափելի մի բան էր, այդ ձերբակալությունները, սպառնալիքները, ատելության խոսքը, հենց Նիկոլ Փաշինյանի ատելության խոսքը, ասենք կսատկացնեմ, կկզացնեմ, չգիտեմ, փախացնել, որ արցախցիների թիրախավոր։ Դա իհարկե Արթուր Օսիպյանի դեպքը ամբողջացնում է այդ պատկերը, թե ինչ սարսափելի էր այդ ինչու ես ողջ մնացել, փախածներ, տականք, Ռադետ Քաշի, այսինքն եւ գիտեք իրավապահ համակարգը, այսինքն մենք տեսանք, որ այդ ամեն ինչից հետո ձերբակալվեց Արթուր Օսիպյանը հենց անմիջապես տեղում, Զոհը, որը համարձակվել էր, ասենք, հարցեր տալ։ Հարց եւ այդ բանը Նիկոլ Փաշինյանի ինքը հարց տվողին է պատասխանում, ոչ թե հարցերին, ասենք, երբ որ չկարողանում հարցերի պատասխան, այո, թիրախավորումը եւ շատ եւ այդ ատելությունը անսպար եւ դա նաեւ տարածում է նորից գտնում այդ արցախցիների շրջանում, ասենք նորից։ Դա ասում ես կրկոտ ռետոր եմ, ես միշտ եմ այդպես եղել։ Դե ինքը ասում էր քվեները օրգանիկ են, չէ՞, ԿՊ-ի։ Ինքը տենց բառեր գտնում է, որ շեղի մարդկանց կրկոտ ռետոր։ Լավ։ Մի խոսքով նախընտրական շրջանը շատ վատներ այդ Քարոզ Արշավը անհավասար պայմաններում, սա էլ եմ ուզում ասել, որ ուժեղ Հայաստանին ուղղակի այդպիսի ճնշում, այդպիսի ձերբակալություններ, միտում աշխատանքը խաթարելու եւ այլն, եւ այդ ընտրակաշարքների թեման, որ դե հակակոռուպցիոնը կոնկրետ հակաքարոզչություն էր անում ուժեղ Հայաստանի դեմ, այսպես կուսակցության անունը անընդհատ շեշտելով։ Հակակոռուպցիոն կոմիտեն այդ պաշտոնական թվերը, որ ինքը հրապարակեց մի 2 շաբաթ առաջ, որ 115 քրեական վարույթներ են հարուցված, 242 անձի նկատմամբ էլի վարույթներ են հարուցված, բայց դատարան են ուղարկել 14 գործ, պատկերացնում եք ինչ թվեր, անդր 77 մեղադրյալ կա կալանքի տակ, վարչական հսկողություն, եւ դատարան են ուղարկել, այսինքն դատական ակտեր չկան, ամբողջ օրգանիկ ԿՊ-ն ճճում է ընտրակաշարքների մասին։ Հարցը 14-ից քանիսի դատական ակտեր չկան։ Այսօր Արամ Վարդավանյանը ասեց, որ 242 կարծեմ անձի նկատմամբ կեսը ուղարկվել է դատարան, դեռ ոնց որ տենց ասեց այդքան, այսինքն բայց այդ պահին, այդ այսօր է ասել, որ չկան ոչ մի դատական ակտ, սրանք պնդում են, որ դա բանա կոռուպցիա է, ընտրակաշարք է, պետքա նստեն, պետքա վերացնենք, մի խայտարակ, այսինքն գիտեք ինչ այդ անմեղության կանխավարկածը ընդհանրապես իրանք ոչնչացրեցին։ Երբ որ Բագրատ Սրբազանի նկատմամբ հիշում եք այդ ահաբեկչության նախապատրաստությունը, հիշում եք ինչ վայնասուններ։ Այո, այո։ Սարսափելի վայնասուն։ Եվ նույնիսկ ԿԿ-ներին էին ասում, որ դուք պետք է հատուկ հայտարարությամբ հանդես գաք, որ հաստատեք, որ այդ ահաբեկչության բանը նախապատրաստությունը։ Ու հետո շատ արագ պարզվեց, որ այդ ձայնագրությունը
նախաքննության ավարտին բարձվեց էլի։ Այդ ձեր ասացի հետ կապված Տիկին Ալեքսանյան, վերջերս քաղաքապետարանում քպական Սուրեն Գրիգորյանը հետաքրքիր բան ասում է, մեզ ասում է դատարանի վճիռներ պետք չեն։ Օրինակ պետքա մեզ դատարանի վճիռ, որ ասենք նախկինների օրոք ընտրակաշառք ա եղել։ Չէ, բոլորը ասում է մենք այդ հանրահրճակ փաստ է։ Այսինքն ժողովուրդը այդպես է խոսում, ուրեմն դա ճիշտ է։ Հիմա իրենք Դե իրենք տենց էլ անում են։ Իրանց վճիռներ պետք չեն, նոր օրենքներ էլ շրջանցում Նիկոլ Փաշինյանն դուք տեսակ եկեղեցու հետ կապված ոչ մի օրենքի ընդհանրապես։ Եվ ընդհանրապես ինչ որ խոսում է, ասում է, ինչ օրենք, ինչ գոյություն չունի իր համար տենց բաներ։ Հանրային կարծիք ձևավորեն, անցնեն առաջ։ Քարոզչությունը, եւ դա գիտեք նստում է ինչ որ չափով մարդկանց մեջ։ Օրինակ Անդրանիկ Թևանյանի դեպքում էլ, չէ, ինքը այդ քարոզարշավի ժամանակ ասում է վաղը ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալելու է, ասենց պաթոսով, պետական լսել եմ ես մի քանի օր առաջ, պետական դավաճանության մեջ մեղադրվողին, այսինքն Անդրանիկ, այսինքն ինքը նախապես հայտարարում է, ինչ պետք է անի ԱԱԾ-ն, իրան ենթակա մարմին է, չէ՞։ Եվ բնական է, որ պետք է այդ անի։ Եվ այդպես շարունակ էլի։ Իդեպ կհիշեք 2020 թվականի պատերազմից հետո բազմաթիվ մարդկանց մեղադրեցին պետական դավաճանության մեջ, բայց հետագայում մի մասը արդարացվեցին, մի մասի մեղադրանքները վերավորակվեցին, փոխվեցին, բայց այդ մարդիկ երևի մինչև հիմա այդպես էլ պետական դավաճանի պիտակով ման են գալիս։ Նայեք հիմա ես ձեզ ասեմ, ես անցյալ շաբաթ ինձ մի երիտասարդ է զանգել, որին դատում են դիրքերը լքելու, փախնելու համար, ծառայություն։ Դասալքության մեջ բառն էի մանգալի, շնորհակալություն։ Ուրեմն այս տղան մի հրաշալի ես հանդիպեցի իր հետ, ասենց այն մաքուր աչքերով, ասենց այն հատուկ հայրենասերներ են լինում ֆանատ այդ ձևի մի տղա, որը մասնակցել է ամբողջ պատերազմին 20 թվականի, ամբողջ ընթացքում պատերազմին մասնակցել է։ Հետո մասնակցել է Ջերմուկի դեպքերի, հետո մասնակցել է մինչև էտեր, չէ՞ Տավուշի դեպքերը, հետո Վարդենիսի դեպքերին եղել։ Այդքանից հետո իրան ասում են, որ դու դասալիկ ես, ես էլ այն քո ասածն եմ ավելացնում, որ եթե այնտեղ պետական դավաճանության մեջ են մեղադրում, ստեղ այդ դասալակության ու պարզվում է, որ շատերին են դատում, հիշում եք Ալիևը, որ ասել էր 11000 դասարկից կինն էր կրկնում Աննա Հակոբյանը 11000 դասալիկ, բա բայց երբ որ հարցումներ արեցինք ես եմ մեկը արել, ասացին 65 գործ 100-ի չէր հասնում, ես էլ եմ հիշում, հա։ Ու հիմա բարձվում է շատ տղաների են տենց դատում։ Այդ երիտասարդը ինձ պատմեց, որ շատերին են այդպես դատում։ Ես իրան առաջարկում եի, որ քո մասին մի հատ բան գրենք, որ քեզ չեն ճանաչում։ Ասում է ինչ անեմ, էլի, ինչ անեմ։ Ասի երևի պետք է այդ հրամանատարներից, այսինքն գիտեն ինքը գրանցված ա եղել ընդեղ, բայց այսինքն այս վիճակն է։ Մենք դեռ այդ բանակից անպայման կխոսենք, ես ինձ մոտ առանձնացրել եմ թեման, բայց ընտրությունների թեման եթե շարունակենք, օրինակ իշխանությունները եւ իշխանություններին կից իրավապաշտպանի համարում ունեցող ՀԿ գործիչների համարում ունեցող մարդիկ, օրինակ մեզ շատ սիրելի Դանիել Յովհաննիսյանը անընդհատ պնդում են, որ Ռուսաստանը փորձել է ընտրությունները հօգուտ իշխանությունների, հօգուտ ընդդիմության կեղծել, այսինքն փողեր են բաժանվել կամ Ռուսաստանից ՀՀ քաղաքացիներ են գործուղվել Հայաստան ընտրություններին մասնակցելու, հետո պարզվեց, որ դեռ մի բան էլ քիչ է եղել այս շրջանին։ Հիբրիդային պատերազմ։ Դուք այս ամեն ինչի մեջ գոնե իրականության բան կա, այսինքն ռացիոնալ միտք կա, հիմք կա նման դատողությունների, թե սա քարոզչական ինչ որ դրսևորումներ են։ Սա սարքած ինչ որ մի պատմություն է, ես Դանիելի հետ բանավեճել ենք ունեցել Ազատություն ռադիոկայանում, հա, ես ընդեղը չեմ ընդունել։ Հիմա ոնց որ թե սրվել է Ռուսաստանի հետ հարաբերությունները, չգիտեմ, ես Դանիելի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները։ Չէ, Նիկոլ Փաշինյան, այսինքն Հայաստանի իշխանությունները։ Երկու օր առաջ ՀԱՏՄ-ին ինչ ասես ասում։ Հա, բայց այն ժամանակ համենայն դեպս դա շատ սարքովի էր էլի, ինչ հիբրիդային պատերազմ, եթե քո ամբողջ իշխանությունը դրի վայելում է Ռուսաստանի իշխանությունների հետ իրենց
քաղաքականությունը ասեմ, հարաբերությունները ասեմ, ասենք ինչ դուք ձեր առաջնորդին Նիկոլ Փաշինյանին ես իրան հավարում եմ հենց ռուսական ազդեցության գործիչ, այո, եւ դուք դե չեք տեսնում, որ գնում է Facebook-ի մոտ նկարվում է կամ չգիտեմ ոնց է ինքը մենք ընկերներ ենք Պուտինի հետ, բայց դա չի ինձ այդ համոզման բերել։ Ես վաղուց եմ այդ կարծիքին, որ ինքը հենց այդ ռուսական ազդեցության։ Հիմա ոնց որ թե փոխվում են դերևի Թուրքիայի բանի ավելի տակ ազդեցության տակ կանցնեն, էլի։ Բայց այդ բանը շատ սարքած է եւ այդ Եվրոմիության այդ այս չտեսնելը, այս մարդու իրավունքների կոպիտ խախտումները գիտեք, այս նախընտրական շրջանում բռնության դեպքեր եղան։ Այո, վստահված անձից էծեցին։ Այո, 3 տենց ինձ հայտնի դեպքեր եղան, որևէ դատապարտում տեսել եք դիտորդական խմբերի կողմից։ Բացարձակ։ Դեռ հակառակը փորձում են համոզել, որ դրանք ազդեցություն չեն ունեցել։ Եվ նայեք, եւ հետո այն մահվան դեպքը, որ ոստիկանություն տարան ու հետո հոգեբուժարանում մի փր ինքնասպան եղավ, որը ուղակի առնչվում է ընտրությունների հետ, որտեղ նրան մեղադրում են պաստառ պոկելու մեջ, այո։ Եվ այդ մարդու եւ իդեպ ասեմ, որ Human Rights Watch-ը հայտարարություն արեց այդ մահվան հետ կապված։ Ուղղակի սրանք այդ ամեն ինչն էլ է ցույց տալի, բայց ես ձեզ ասեմ, որ նախկին իշխանությունների ժամանակ, ես բոլոր ժամանակներում էլ ես հետընտրական, ասենք քաղաքասարակություն կար, որը բոլորն էլ, այդ նույն Դանիելին չգիտեմ, բայց մյուսները արձագանքում էին, դատապարտում էին, ոնց կարող է բռնության դեպք լիներ, հայտարարություն չլիներ, չգիտեմ, ես հիմա ես ուղղակի մնացածին ասում եմ պալատական իրավապաշտպաններ։ Տիկին Ալեքսանյան, այս րոպեներին, երբ որ մեր այս հաղորդումը մենք նկարում ենք, Սահմանադրական դատարանում ընթանում է ընտրությունների արդյունքների բողոքարկումը, ընդդիմադիր մի քանի ուժեր, Ուժեղ Հայաստանը, ԲՀԿ-ն, Հայաստան Դաշինքը, ԴՕԿ կուսակցությունը, Միասնության թևերը եւ Նորուժ կուսակցությունը Հայկ Մարությանը դիմումներ են ներկայացրել։ ՍԴ երկու դատավորներ Վլադիմիր Վարդանյանը եւ Արտակ Զեյնալյանը ինքնաբացարկ էին ներկայացրել, բայց Սեդա Սաֆարյանը փաստորեն մասնակցում է քննությանը։ Դուք իր անաչառության վերաբերյալ ինչ կարծիք ունեք, որտեվ Սեդա Սաֆարյանը Արման Բաբաջանյանի կուսակցության 3-րդ համարն է եղել եւ Բաբաջանյանը փաստացի դիմումատու է հիմա։ Բացի այդ նա եղել է մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչը դատարանում եւ փաստորեն նաեւ այդ մասով է կաշկանդված։ Ձեր դիտարկումները ո՞րոնք են սրա հետ կապված։ Այո, ուղղակիորեն Սեդա Սաֆարյանը չպետք է մասնակցեր, որտեվ հենց այդ Արման Բաբաջանյանի չէ, պետք է նա ներկա իր բանա եղել։ Ցուցակի 3-րդ համարը։ Ցուցակի 3-րդ համարն է եղել։ Սեդա Սաֆարյանը ինքը պետք է հրաժարվեր, էլի, մասնակցել այս քննությունից, բայց դե չեմ կարծում, որ ինքն է դա որոշում։ Իր փոխարեն են երևի որոշում, որ ինքը ուղղակի դա պարկեշտության հարց է, ես ասեմ։ Ես նոր դիտում էի նիստը, Դավիթ Խաչատրյանն էր խոսում, ՍԴ դատավոր, եւ ասում է, որ Սեդա Սաֆարյանը այդ աշխատակարգային նիստում, որտեղ այդ հարցը որոշվել է, ասել է, որ ինքը կուսակցական գործունեությամբ չի զբաղվել։ Փաստորեն ցուցակի 3-րդ համար լինելը չի համարվում կուսակցական գործունեություն, պատկերացնում եք։ Դա ինչ ես դրա համար ասում եմ, որ Սեդա Սաֆարյանը ինքը չի կարող դա այդ հարցը որոշել։ Իրեն ոնց ասեն, ինքն հենց էլ կանի։ Այսքան սահմանափակվել։ Այս ՍԴ-ից սպասելիքներ չունենալ չեմ կարող ասել։ Ես մի բանից եմ ուղղակի շատ գոհ, որ դիմել են ՍԴ, որ բոլոր այդ կեղծիքները հրապարակային են դառնալու։ Թող բերեն փաստերը ընդդիմության կեղծիքների, ոնց որ իրանք ճճում են ամբողջ այդ բանի, քարոզ են տանում ամբողջ այդ ընթացքում։ Որ ասում են 70% ընտրակաշառքով ընտրվել, խայտարակություն է դա, ուղղակի խայտարակություն։ Մենակ չգիտեմ ինչ ասեմ, ուղղակի բառ չկա ասելու, էլի, ինքը իրանով է չափում մարդկանց։ Այո։ Այն որ Ծառուկյանին ասում է, ոնց կարող է դու արդարացման
դատավճիռ լինի, որտեղ ուրեմն փող ես տվել, ինչա արագ եզրահանգումների է գալիս։ Իրեն թվում է, որ վարչապետ է, ինչ ուզենա պետք է խոսի, ում ինչ ուզենա պետք է ասի, պետք է վիրավորի, պետք է Այսինքն նման վերաբերմունք առաջին հերթին դատարանների նկատմամբ։ Ուղղակի ամաչում ես այդ բառապաշարի համար, որ խոսում է բոմբ եմ ձեզ սարքելու, չգիտեմ, չեմ ուզում նույն ձևով խոսել, այդ ձևով խոսել։ Մենակ ասում եմ, որ անհարիր է էլի մեր ժողովրդին, մեր ազգին ունենալ այս ձևի ղեկավարներ։ Ես բոլոր ժամանակներում քննադատել եմ իշխանություններին։ Եվ երբեք չեմ պատկերացրել, որ այս աստիճանի ցածրակարգ, ասենք, բոլոր առումներով էլի։ Ասենք, պատկերացնում եք Ավինյանը, ասում է կքերթեմ կաշիներդ քերթելու ենք ձեր։ Այսինքն միջնադարյան սպառնալիքներով է խոսում են մաշկազերծ անելով, Դե դա իրենց մոտ ընդունված ականջները կկտրեմ, հիշում եմ։ Հա, այդ հիշում եմ, հա, բայց ասենք դու Երևանի քաղաքապետն ես։ Դու ընդհանրապես հաշվի չես նստում։ Դու ով ես, որ ինչ որ մեկին է պետքա կաշին քերթես։ Դու քեզ ինչ ես երևակայում էլի։ Բան բդեշխա, Երևանի բդեշխա։ Հուսով եմ, որ այդ բանը, որ ասում էին անդադ լեգիտիմ ընտրված վարչապետ, լեգիտիմ, որ Նիկոլ Փաշինյանը ասում էր ավարտված է ընտրակեղծարարության փուլը։ Հիմա ինքը նոր փուլ, նոր կեղծիքներով են։ Իդեպ դա Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, թույլ կողմն էր, չի ինքը անընդհատ ասում էր ընտրություններ չեմ կեղծել։ Միշտ ասում էր այդ բանը, փաստորեն հիմա դա էլ չի կարող ասել։ Բայց այդ ինքը ասում է։ Ես վստահ եմ, որ ինքը ամեն ինչ էլ կգնա իշխանությունը պահելու համար։ Եվ գնում է փաստորեն, այսինքն արդեն տեսել ենք, որ Վահագն Հովակիմյանը չէր որոշում այդ վերակվեարկության հարցը, էլի։ Իդեպ Տիկին Ալեքսանդրն, այդ ձերս նշած բառապաշարը, որ իրենք գործածում են, իրենք դա գործածում են հատկապես իրենց իսկ կողմից ընդունված էթիկայի կանոնագրքի հետ ընդունումից հետո, որտեղ իբրև թե պետք է բացառային նման խոսույթը։ Հապես լուրջ չեմ ընդունում իրանց ընդունած էթիկան։ Մենք ինչեր ենք տեսել, ասենք, մինչև այդ էթիկայի, այն հիշում եք, որ ասեց դադար եմ վերցնում անցյալ տարի, որ կաթողիկոսիների սեռական օրգաններն էր ցույց տալիս, այդ բառապաշարով, որով խոսում էր, այդ ինչ ասեմ, դա ինչ իրավունք ունի նստի այդ ամբիոնի, հասկանում եք, լսում են վարկ պետքա թելադրի իշխանությունը, վարկ, հասկանում եք։ Ու իրենք այդ վարքը, ասենք, այդ ոնց կարող է, ու դուք շարունակում եք նույն ձևով բոմբ եմ սարքելու, կաշնե հետ քերթելու եմ։ Ծիծաղելի է, էլի Ավինյանը ընդհանրապես, ես մեկին չեմ ասում արդեն, չէ։ Դա ծիծաղելի չի, իսկ Ավինյանը ծիծաղելի է, իսկ իրանն էլ ինքը պետքա, չգիտեմ, պատասխանատվության ենթարկվի Արթուր Օսիպյանի հետ այդպես խոսելու համար, այդ փախածներ, ինչի չես մեռել։ Գիտեք, եւ ինձ շատ դուր եկավ, որ Օսիպյանը հացադուլը որ սկսեց պահանջել էր, որ ներողություն խնդրի։ Ընդհանրապես արցախցիների մոտ այդ արժանապատվության հարցը շատ բարձր է։ Այո։ Իրենք որ տեղահանվում էին, մենք աշխատում էինք հենց Հակարի կամուրջի մոտից, մենք մոտ 400 ընտանիքներ ենք այցելել արցախցի տեղահանված բռնի հենց այդ օրերին ու ինձ ամենաշատ ցնցել էր, որ իրենք այդ ամեն ինչը կորցնելով, այդ կորուստները ունենալով, իրենք խոսում են հայրենիքի կորստից։ Այո, հիմա էլ այս ծանր սոցիալական պայմաններում այո, իրենք այդ հողի մեջ ամրացած մարդիկ են։ Արցախը հենց իրենց հողն է, մեր հողն է եւ իրանց ընդեղից հանել, մեզ երևի ավելի հեշտ կլինի ստեղից հանել, քան թե իրենց։ Տիկին Ալեքսանյան, դուք իրավապաշտպան գործունեություն եք ծավալում, բազմաթիվ մարդկանց իրավունքներ եք պաշտպանել, մարդկանց խմբերի իրավունքներ եք պաշտպանել, եւ մեր մեջ ընդունված է, որ իրավապաշտպանությունը, մարդու իրավունքների հարգումը դրանք արևմտյան արժեքներ են, չէ՞։ Բայց օրինակ ձեր փոխարեն այդ արևմտյան արժեքների կրող որպես հանդես են գալիս ինչ որ քաղաքական ուժեր, որոնք պարբերաբար ինչ որ ասենք մարդիկ են ծեծում։ Օրինակ
կոնկրետ քաղաքական ուժի ներկայացուցիչը թաղապետարանում Արթուր Չախոյանն էր ծեծել։ Վերջերս Ավագանիում ընդդիմությանը ծեծեցին։ Դուք էլ անդրադարձել եք իրենց падգամավորուհիների անդամներից մեկի վարքագծին։ Այս մարդիկ իրավունք ունեն Տիկին Ալեքսանյան խոսել արևմուտքից, եվրոպական արժեքներից, մարդու իրավունքներից։ Սա է իրենց պատկերացրած արևմուտքը, սա է իրենց պատկերացած Եվրամիությունը։ Իրանք նշանակված էին որպես արևմտամետներ, էլի։ Շատ Չէ, դա է արևմուտքը, ես վախենում, ես ավելավա գնամ արևելք, հա։ Տիգրան Խզմալյանը առանձնացավ, որտեղ ինքը իրոք կրում է այդ արևմտյան արժեքները, բայց հավատացել էր, որ երևի այդ խումբը, որը իբր գնալու են եվրոպական ինտեգրման, էլի։ Բացարձակ ես մի հատ Արամ Սարգսյանը այդ Չախոյանի ծեծը չդատապարտեց, չէր գնում բերանը, Ճիշտ հակառակ ասեցին հանուն անկախության է եղել դա։ Հա, խայտարակ մի հատ բաներ, այդ գազանությունը, այն իր այդ թիմակիցը, որ անում էր, սարսափելի, չէ, ես չեմ համարում իրանց, դա չի արևմտյան արժեքները մարդը պիտի իր մեջ կրի, Գորին ջան, ոչ թե խոսի դրա մասին, ասի, որ ես արևմտամետ եմ, հոգո ասելով չի։ Գոնե մի քիչ հարգի մարդու արժանապատվությունը։ Ես չգիտեմ ինչ խաղերի, այդ ամբողջը խաղեր է, գուցե գիտեմ, բայց ես չեմ ուզում դրա մասին խոսել, ասել ինչա, բայց մի պահ կար ամենասկզբից թվում էր, թե իրոք ոչ թե ես հավատում եմ, այլ ուղղակի թվում էր պահվածքով բան, բայց հետո երբ որ արդեն տենց ընդհարցակվեցին, բան նույնիսկ այդ թիմերից թիմակիցներից մեկը իմ դեմ ստատուս էր գրառում էր արել մոտ 1 տարի առաջ, որ ես խախտում եմ մարդու իրավունքների շրջանակը։ Ճիշտն ասած, Կորին ջան, ես երբեք չեմ խոսել իմ կատարած աշխատանքի մասին, չեմ գովազդել, չնայած մենք մեծ թիմով աշխատել ենք, երբ որ հատկապես մեր կայքը կար, դուք գիտեք ինչ բազա ունի հարուստ մեր կայքը եւ ինչ հարուստ է, մենք հիմա ֆինանսավորում չունենք, արդեն մի տարի ու կեսից ավել եւ ես այնքան մարդազանք տալիս, ես չեմ զլանում էլի իրենց օգնել կամ ինձ տեկուս այս հարցազրույցները, որ ես գալիս եմ անընդհատ, որտեվ չեն խոսում են հարցերի մասին եւ մարդիկ կամ ինձ շատ զանգում են քրեակատարողական հիմնարկներից, ես երբեք չեմ պատմել, բայց ես մի տեսակ միշտ պատրաստ եմ եղել օգնելու եւ մենք այդպիսի թիմ ունեինք, մեր ամբողջ թիմը դժվարությամբ, լացելով, տեսնում էի, որ առանձնանում են, որտեղ նես դեպքեր էր, որ շատ ծանր դեպքեր, դժվար էր երիտասարդներ, բայց իրանք սիրում են մարդկանց, իրանք սիրում են իրանց աշխատանքը, մարդկանց, որ օգնում են, մենք տենց թիմ ենք ունեցել ու շատ լավ աշխատել ենք։ Այս մեր իրավապաշտպանները տեղական կազմակերպությունները արտառոց, ամենաարտառոց դեպքերի ժամանակ անգամ չեն արձագանքում։ Ես էլի այսպիսի մի հարցազրույցի ժամանակ ասել էի, որ այդ հոգեբուժարանի դեպքը, օրինակ սարսափելի դեպքեր դա ինձ համար շատ ծանր, որ 2 օր տարել են ոստիկանությունը պահել են, իրավունք չունեին ընդհանրապես, որտեղ ինքը գրանցված հիվանդ էր։ Ու մեկը չի խոսել դրա մասին, այդ բռնությունների ամենատարբեր բաներն են լինում, ու իրենք չեն խոսում։ Ինչի չեք խոսում։ Չեք կարող դատապարտեք բռնությունը։ Իսկ հիշում եք, երբ որ Սամվել Կարապետյանի մի որդին փոքր թիմ կա իրավունքների պաշտպանություն առանց սահմանների, որ այն տղայի դեպքը, որ եղավ եկեղեցում, որ Արտուր Օսիպյան դեպքը, որ անդադ հայտարարություններ անում, միանում ենք մենք, շատ անգամ այդ նույն պալատական իրավապաշտպանները դրանից չեն միանում, սա ուղղակի խայտարակ, շատ խայտարակ, այդ արևմտամետների մասին է, չասեմ, այդ նույն բանն է, էլի։ Եվ ես, որ այսքան խոսում եմ, ինձ փորձում են ներկայացնել որպես ընդդիմադիր, ոչ թե որպես իրավապաշտպան։ Հա։ Երևի չեն հասկանում, ոնց կարող եմ առանց որևէ բանի, ես տենց խոսեմ, դատապարտեմ, քննադատեմ, ուրեմն մտածում եմ, բայց տարբեր ուժերի հետ կապում են, էլի, նույնիսկ դաշնակցության հետ էին կապել, դաշնակները երևի կնեղանան, էլի, ու ժամանակ իրացել եմ շատ քննադատել, բոլորին էլի ասեք ինչ որ առիթներում, բայց ինչ ասեմ,
Դե իրենց ինչ որ առումով էլ հաջողվել է երևի մարդկանց միավորել, որովհետև իրենք բոլորին են ըստ էության վատություն անում հիմա եւ գուցե մարդիկ, որոնք տարաձայնություններ ունեցել գաղափարական, ինչ որ հարցեր ասենք հիմա ասեմ Դանիելին ես որպես մարդու նորմալ վերաբերմունք ունեմ, իմ տարաձայնություն ասենք դու այդ հակակոռուպցիոն կոմիտեի տվյալները ասում ես 77 մեղադրել ու խորացնում ես ընտրակաշառքի թեման այն մարդ մի հատ դատական ակտ պետք է լինի թե չէ ոնց կարաս դու ասենք այդ աստիճանի սենց անմեղության հաշվի չառնես մի հատ տեսնենք ձայնագրություններով Ավինյան ասում ողողված հետո ինչ քո հեռախոսներ որ լսենք լիքը բան կարող ենք տարածել Դա դեռ չի նշանակում, որ Իդեպ Դանիելի անունը տվեցիք ձեր բանավեճից ազատության եթերում։ Ես հիշում եմ, որ Դանիելը ինչպես էր պնդում Միքայել Սրբազանի կողմից հանցանք կատարած լինելու փաստը։ Երեք դատարանը փաստորեն վկայեց, որ Միքայել Սրբազանի նկատմամբ դատաքննությունը արդար չի եղել եւ այն դատարանը, որը նրան դատապարտել էր, օրենքի վրա հիմնված չի եղել այդ գործով։ Ինքը խղճի բանտարկյալ էր Միքայել Սրբազանը, ես դա հրապարակել եմ, գրել եմ եւ խոսել եմ դրա մասին ինչի մասին Այսինքն Դանիելը մի ոչ շուտ արդեն դատավճիռ էր դրել մարդուն կամ այն մյուսների մասին ասում հարկադրաբար ուղարկել են ընտրություններին որ գնան քվեարկեն չգիտեմ այն Արագածոտնի թեմիվան բայց դա դեռ նախաքննությունն է դեռ չի ապացուցվել չի հաստատվել սենց բան էս աստիճանի մենակ սրան ժամանակ եղավ Ես մարտի 1-ի դեպքերով մեծ զեկույցն ենք պատրաստել Human Rights Watch-ի հետ Դա իհարկե սարսափել էր, ես դա երբեք չեմ մոռանա, որտեղ հենց մեջ եղել եմ եւ ինչ-որ նույնիսկ հետապնդումների բանի թիրախ եմ եղել եւ այլն։ Բայց շատ լավ աշխատանք է այդ զեկույցը եւ բայց բաներ կար, որ նույնիսկ այն ժամանակ չեն հասկանում եք, ասենք, այս աստիճանի, որ փաստաբաներին չեն կամ այդ բանի Սրբազանի Բագրատ Սրբազանի դեպքում փաստաբաններն ինչ տերոր էին անում, որով մասնակցում են այդ գործերին։ Ասենք սա ինչ է։ Ու հիմա որ խոսում են այդ իրավապաշտպանները պալատական, որ ժողովրդավարական արժեքները չպետք է վնասենք, չգիտեմ, ինչ ժողովրդավարություն։ Ուր է այստեղ ժողովրդավարություն։ Ում երբ ուզում տանում գցում են բանտ։ Այո։ Եվ էլի մի անգամ էլ ստեղ էլ ասեմ, որ բանտերում տեղ ու դադար չկա։ Մի հարցազրույցի ժամանակ ասել եմ, բայց հիմա էլ ասեմ, որ նույնիսկ այնտեղ Դուբարաշենում մարզասենյակ են ունեցել այդ դատապարտյալները, որ հանել են այդ բաները, մարզվելու այդ գործիքները, որ այնտեղ էլ բերեն լցնեն մարդկանց, այսինքն այդ աստիճանի Դե բոլոր ընդդիմադիրները բանտերում են, դրա համար քրեակատարողական հիմնարկներում ընդդիմությունը ձայներ շատ տարավ ըստ էության։ Հա, ես չգիտեի։ Թե Նուբարաշեն, թե Վարդաշեն քրեակատարողական հիմնարկներում ընդդիմությունը հաղթեց։ Այո։ Տիկին Ալեքսանյան, քանի որ Դանիելից խոսեցինք, հիմա այս մարդը շատ ակտիվ է, դրա համար անընդհատ իրենից ենք խոսում, ստիպված էլի, այնպես չի իրեն շատ ենք սիրում։ Այնպես կոլեգային չեմ ուզում Չէ, այստեղ իր անունը ուղղակի կապված է թեմայի հետ, որտեղ ինքն էր դրա մասին ասում։ Իրենք ուզում են ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել եւ ընտրելու իրավունքի ցենզ սահմանել։ Ըստ Դանիելի հրապարակման պետք է ընտրելու իրավունք ունենան նրանք ովքեր կամ հարկ են վճարում, կամ բանակում ծառայել են, այո, կամ վերջին տարիներին բնակվել են Հայաստանի Հանրապետությունում։ Դուք ինչպես եք վերաբերվում նման բանին, օրինակ, երբ որ բանակում չծառայած մարդը կարող է վարչապետ լինել, բայց ընտրելու իրավունք չի կարող ունենալ։ Օրինակ, սա Ես վատ եմ վերաբերվում դրան։ Կամ սոցիալական վիճակը հարկեր տալ չտալը։ Դուք այն մարդիկ, որոնք գալիս էին Ռուսաստանից ընտրելու, իրենց հայրենիքն է, իրենց երկիրն է, իրենք այդ իրավունքը ունեն։ Գալիս են ընտրելու։ Դուք ինչի՞ եք իրենց վրա բարդում, որ եկել են, չգիտեմ ինչ անեն։ Փողեր են բերել, հա։ Այսինքն եւ օթանավակայանից դուք որսում եք այդ մարդկանց, բան ինչի ես եկել, ինչի։ Եկել է ընտրելի հետ գնա եւ ինչ։ Ինչ արգելք կա, ինչի եք ուզում դա, ես չգիտեմ ինչի են դա ուզում իրանք անեն։ Բարսինե Խանջյանն ու Սերժ Թանկյանը ո՞նց էին գալիս Հայաստանում իշխանություն։ Բա ուր է այդ ազատությունները, այդ ժողովրդավարությունը, որտեղ է սահմանափակում են, գնալով դարձնում են, նու ես չեմ համարում, որ այստեղ օրինակ մարդու իրավունքների հարցեր կա արդեն, իրավապաշտպանությունը Հայաստանում մեռել է, սպանեցին։
Եվ ինձ բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկը, նույնիսկ այս ձևակերպումը չեմ ուզում օգտագործել իրենց դեպքում, ասում է իրավապաշտպանությունը դարձրել է կեսի ինչ։ Երբ որ մարդ չկա, որ խոսի։ Գիտեք ինչ, ես որ ասենք զանգում են ինձ, ես չեմ կարողանում չարձագանքեմ, որ տեսնում եմ վատ վիճակում։ Այսօր այդ մի դեպքը քեզ պատմեցի, կամ ասենք որ ծմահդատապարտյալները բանտից զանգել են, որ իրանք ջարդում են այդտեղ։ Իրանք մենակ ինձ չեն զանգել։ Իրանք շատերին են զանգել, բայց մենակ ես եմ արձագանքել, որտեվ ես չեմ կարող դիմանամ, եւ գիտեմ ընդ մարդուն ասեց, որ ջարդվածքներով միջազգում ընկած մարդկանց բուժօգնություն ցույց չէ։ Ես ո՞նց կարող եմ, բայց ես առաջինը զանգել եմ օմբուդսմենի գրասենյակ, քրեակատարողական ծառայության, նեմ տեղյակ բայել, հետո գրառում եմ արել։ Բայց որ օգնեն եւ շատ արագ գնաց օմբուդսմենի գրասենյակը եւ հայտնեցին, որ ոչ իրավաչափ ուժակ իրարվել, այսինքն ու հետո չեկան նույնիսկ իմ հետ ասուլիսին մասնակցեին։ Ես 2 օր հետո ասուլիս մեդիա կենտրոնը կազմակերպեց, ես գնացի այնտեղ ճիշտ է քրեակատարողականն եկավ, մի պահ չէին ուզում գային, միպնել եկավ, բայց ամեն ինչը ես ներկայացրեցի ոնց եղել է։ Չեմ կարողանում ուզում եմ ասեմ, քիչ են այն մարդիկ, որոնք հիմա խոսում են եւ շատ ափսոսում եմ դրա համար։ Շատ եմ ափսոսում, որ քաղաքասարակությունը այս տեսակ պարակտված է։ Ես նույնիսկ տեսնում եմ ինձանից ոնց են խույս տալիս, ոնց որ ես ինչ որ մի թշնամու կարգավիճակի մեջ լինեմ, էլի։ Այսինքն ես ամբողջ կյանքում մարդու համար եմ աշխատել։ Ես չեմ կարող մարդը եթե տեղյակ են պահում, որ վատ վիճակում է, չեմ կարող չարձագանքեմ։ Ես մտածում եմ իր մասին, ուզում եմ մի բանով օգտակար լինեմ ու ես չեմ կարող ասել մի դեպք, որ ես ինչ որ մի բանով օգտակար, եթե չեմ կարողացել անել, ես փորձել եմ ուրիշի միջոցով, փորձել եմ, չգիտեմ, եւ գիտեք ինչ, ես նույնիսկ քրեակատարողական ծառայության հետ էլ նորմալ աշխատել եմ։ Տիկին Ալեքսանյան, թվում էր թե ընտրություններից հետո իշխանությունները պետք է որ գոնե մի քիչ թողնեն այս հանրային կյանքը հանդարտվի, հա, բայց տեսանք ճիշտ հակառակը, ձերբակալություններ, քրեական գործեր, երեք նաև դատախազությունը Ծառուկյանի հետ կապված միջնորդություն է ներկայացրել կենտրոնական դրական հանձնաժողով, դրանից առաջ Իշխան Սաղաթելյանի դեմ հարուցեցին մի ծիծաղելի մեղադրանք հայտարարագրում գույք ներառելու հետ կապված, իբրև թե դատարանի որոշում չի կայացրել, այս ձերբակալությունների եւ քաղաքական քրեականի տեսք ստացած քաղաքական հետապնդումների գիծը որտեղ է, այսինքն որ խմբերին են հասնելու մինչև մենակ ընդդիմության առաջնորդներով են բավարարվելու, թե նաև սովորական ընդդիմադիր մարդուն քաղաքացուն են հասնելու։ Դե երևի պիտի հայտարարել, որ մենակ ԿՊՀ-ականներն են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Մենք տեսնում ենք, որ ամենատարբեր, բայց մենք տեսանք չէ եկեղեցու դեմ ինչ բաներ գործեր վարույթներ հարուցվեցին կաթողիկոսի դեմում մտքով հա ամենաշատ դա է վրասազդում շատ սարսափելի է հիմա որ ինքը շարունակում է որ իրենց հաղթող են զգում ես չեմ համարում որ իրանք հաղթել են իրանք ուղղակի չեն պարտվել նել հաշվի առնելով այդ կտեսնենք այս Սահմանադրական դատարանը ինչքան բաներ հրապարակային կդարձնի, էլի, կեղծված ձայներ եւ այլն։ Բայց Նիկոլ Փաշինյանը ուզում է դրսին ցույց տալ, որ ինքը այստեղ իշխանություն ունի, ինքը իշխանության մասին իր պատկերացումները այդպիսին են։ Նաեւ ինքը այդ քանի որ ինտրիգան է իր կերպարով չէ մենք դիվադաթար անում ամբողջ հանրությանը ներքաշում է ասենք այդ տղայի դեպքը եկեղեցուն որ եղավ, չէ, ինչքան մարդեր տառապում այդ տղայի համար։ Այո, հոգեկան տառապանքներ հանրությանը։ Եվ ինքը շատ է սիրում ամեն օր տենց մի բան, սկանդալներ, կամ այս Արթուր Օսիպյանի դեպքով, չէ, իմիջիալոց ուզում եմ հիացմունքս հայտնեմ այդ Գեղամոհանյանին, որին չէի ճանաչում, որ սկսեց այդ շարժումը, ես էլ էի գնացել մի քանի անգամ այնտեղ եւ ուղակի շատ հիացած եմ իր շուրջ հավաքված մարդկանցով նաեւ դրանք են պարկեշտ օրինավոր դաստիարակված մենք հիմա քիչ ենք տեսնում տենց մարդկանց ես մտածում եմ որ այդտեղից կարող է մի հատ նոր շարժում ծնվել
վերջապես այդ նախկիններից ներկաներից ազատվենք ու մի նոր մտածեցի այդպեսի մի բան, որ այդ ձևի մաքուր տեղից Դա Փաշինյանի նարատիվն է նախկիններ ներկաներ, իսկ թվում է բոլոր քաղաքացիները Մարսից չեն իջել։ Մի մասը նախկին են, մի մասը Ես իշխանություններին նկատի ունեի, ոչ թե քաղաքացիներին։ Հա, բայց հիմա կան քաղաքացիներ վտանգավոր, որ տեսնում ես փողոցներում էլ մարդկանց հետ այդ որ վիճում են այդ թեմաների շուրջ Փաշինյանին Դե բաժանվել է հանրությունը, բևեռացվել է։ Պարակտված է եւ բևեռացված է շատ խիստ։ Չգիտեմ, ինքը տենց շարունակի ձերբակալությունները ինչքան ժամանակ չեմ կարող ասել։ Մինչև էս հստական է երևի Ռուսաստանի այս վիճակը, այս հարաբերությունները Պուտինը վերջապես շնորհավոր է։ Կարող է չշնորհավորի Պուտինը, պատժի էլի, ասենք։ Հայաստանի քաղաքացին գնում է օդանավակայան, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, անձը էական չի։ Գնում է օդանավակայան, անցնում է այդ անձնագրային ստուգումը։ ԱԱԾ-ին պատկանող տեսախցիկը դա նկարում է եւ այսպես ասած սլիվ է անում, արտահոսում է վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում։ Եվ վարչապետը այդտեղ խնդիր չի տեսնում։ Ասում է ԱԱԾ-ի աշխատողին հայտնի ինֆորմացիա է եղել, տարածել է։ Այսինքն քաղաքացիները արդեն պետք է իմանան, որ իրենց բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունները, ֆինանսական վիճակին վերաբերող տեղեկությունները պետական մարմիններ հանձնելու պարագայում գուցե դրանք հայտնվեն իշխանական մամուլում։ Դուք օրինակ ո՞նց եք վերաբերում, երբ որ երկրի ղեկավարը, ով պարտավոր է մեր անվտանգության մասին հոգալ բոլոր առումներով, թե ֆիզիկական, թե իրավական, Չէ, ինքը տենց չափանիշներ չունի։ Չունի, պաստորեն։ Նիկոլ Փաշինյանը ինքը իր մասին մենակ կարող է մտածի։ Ինքը չի կարող Հայաստանի Հանրապետության քաղաքը, ես ասում եմ իր հոգեբանությունը։ Բայց գոնե հրապարակավ չասի, որ թքած Հա, բայց դե ինքը արդեն այն վիճակում է, որ խանա էլի իրան զգում բացարձակ։ Եթե հիշում եք, երբ որ այդ տիրադավների թիմ էին հավաքում, ԱԱԾ-ն գնում էր քահանաներին հորդորում էր, որ միանան, հիշեցիք այդ։ Էլի ինքը դա արդարացրեց, որ իրավունք ունի, չէ, Նիկոլայնլի ասեց, որ իրավունք ունեն, որ գնան ու հորդորեն։ Եվ այն, եկեք հիշենք Հովիկ Աղազարյանի դեպքը, որ իր հեռախոսի պարունակությունը հրապարակային դարձրեցին, չէ, իր բաները։ Խայտառակեցին։ Հա, ու հիմա արդեն ինքը այնքան է, որ ասում է իշխանությունը այլասեռություն է, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ այլասեռություն է, դրև այդ վիճակն է, էլի, որ ԱԱԾ-ն, հա, ինքն է որոշում գնա այս անի կամ այն անի կամ ոնց պետք է գնա ու անի։ Այդ սահմանադրությամբ պաշտպանված է մարդու անձական անձեռնմխելիության այդ հարցերը սահմանադրական պաշտպանվածություն ունի մարդը, ունի թե չունի, այս երկրում մենք չենք տեսնում։ Ինչ եք տեսնում, այդ տղան գնում է որ պատարակ լսի, վերջում հայտնվում է բանտում, էլի։ Օրենքի տեսանկյունից մի բան է, բայց օրինակ ողջամտության տեսանկյունից մի քիչ երևի խնդրահարույց է, երբ որ Ռուսաստանի թեմի քահանաները գալիս են Հայաստան եւ վարժական հավաքի ցանուցագրեր են ստանում, զորակոչվում են բանակ։ Այն պարագայում, երբ որ օրինակ բարձրաստիճան պաշտոնյաները բանակի եւ վարժական հավաքների կոնկրետ հետ կապված այնպիսի հայտարարություններ են անում, որ բանակում ծառայելը մի տեսակ ամոթ բան է դառնում։ Երբ որ ասում են օրինակ իմ տղան բարձրակարգ տղա էր, դրա համար չի ծառայել։ Երբ որ ասում են դիմադիրներին քշեք վարժական հավաքի, երբ որ ասում են Ռուսաստանից եկած ընտրողներին տարեք վարժական հավաքի։ Բանակը ներկայացնում են որպես պատժիչ, գաուբախտ, այո, այսպես։ Պատժիչ գումարտակ։ Դուք բանակով շատ եք զբաղվել, Տիկին Ալեքսանյան։ Սա նորմալ է մարդու բարոյահոգեբանական վիճակի տեսանկյունից ում պետք է տանեն բանակ, որտեվ ինքը իրեն զգալու է, չգիտեմ, ինչ է զգալու մարդու, ում էս ամեն ինչից հետո տանում են բանակ։ Գիտեք, իրենք ներկայացնում են նենց, որ մեր հանրությունը, որը չի ուզում գնա ծառայի, որ կրիմինալ բարքեր է տանում են բանակ, տենց են ներկայացնում, մի քննարկման եմ եղել վերջերս Բուն TV-ում, կարծում էի Բուն TV-ն պես ինչ-որ որոշակի մակարդակ ունեցող միտեղ մի խոսքով գնացի, բայց այլևս չեմ գնա։ Ընդեղ էլ
այդպիսի բաներ էր հանրային խորհրդից անունը ցավոք չեմ հիշում ներկայացնում էր որ բանակում չի այդ մահվան դեպքերը եւ այլն որտեվ կրիմինալով գալիս են դատվածությունով բայց ասենք բանակում բայց ասում ես բանակը փակ համակարգ է ու ընդեղ ավելի հեշտ է այդ կարգապահությունը բան անել էլի իրանք շատ ծանր են տանում ընդ որում հիմա գիտեք ոնց է հարցը դրած դու չես կարող որևէ քննադատական խոսք որևէ քննադատական այսինքն զինվորի կյանքի իրավունքը ավելի ցածր է քան այդ քննադատությունը Պապիկյանը ընդհանրապես շատ ծանր է տանում որևէ քննադատություն եւ այն ինչ որ դեպ առաջարկում էին օրենք ընդունել որ իրենց պաշտոնականից տարբերվող բան հանկարծ չէ հա շատ լավ հիշում եմ ու ես լսում եմ իրենց խոսակցությունները զինվորի չգիտեմ բանակը ուղղակի իրանք մենակ իշխանություն են ուզում իշխանություն ունենան էլի այդ մարդկանց վրա ասենք պատկերացնում եմ Պապիկյանին բայց ինչի՞ չես լսում օրինակ ես օրինակ Սեյրան Օհանյանը մահվան դեպքեր էր լինում որ ինքը հրապարակայնացնում էր խոսում էր ես իրան նենց էի քննադատում ահա որ ձևով քննադատում էի որ դու պարտավոր ես գնաս Զորամաս տեսնես ինչի է դեպքը եղավ այդ մահվան ու մեկ էլ տեսնում էի գնում էր բան էլի ու գիտեք ինչ մտահոգություն ես եղել եմ ընտանիքներ շատ մենք հիմնականում մահվան դեպքերով այցելել ենք ընտանիքներին քանի որ պետությունը դա երբեք չի արել չեն անում այդ մարդիկ մենակ տանում է տղային ուղարկում հայրենիքին ծառայելու սպանված բերում են կամ անունը դնում են ինքնասպանություն որ ինքնասպանություն չեն բայց ես եղել է ընտանիքներ եմ գնացել որտեղ իմացել եմ որ Սեյրան Օհանյանը գնացել ցավակցել է կամ ընդունում էր բոլոր հարազատներին ասինքն եթե դիմում էին գալիս են պաշտպանության նախարարություն այդ մահվան դեպքերով ինքը ընդունում էր անպայման իսկ այստեղ պապի թևերից բռնած տարան տեսակ այդ հա իսկ այստեղ դու այն անհայտ կորածների կամ ծնողները որ այնտեղ գնում բնեի մոտ բողոքի ակցիա են անում մի ամբողջ օր ակցիա են անում մեկը դուրս չի գալի հետները խոսի հաջորդ օրը մինչև դուրս են գալիս մարդիկ արդեն հունից դուրս են գալի հետո բռնում են տանում են բանտ են գցում անմարդկային ընդհանրապես իրենք ընդունակ չեն մարդու մասին մտածելու բայց իրենց պարտավորությունն է դա գիտեք ես էլի Պապիկյանին ինքը չկա էլ որ ես իրան գոյություն չունի չեմ տեսնում որևէ տեղ որևէ խոսքով հանդես չի գալի որևէ դեպքերի մասին չեն խոսում է ցավակցի գլուխը խոնարի այդ ընտանիքների առաջ չենք տեսնում որ ես որևէ բան ասեմ բայց ես Սեյրան Օհանյանին ահա որ քննադատել եմ ահա որ եւ երբ որ ես հանդիպեցի իր հետ արդեն իր դուրս գալուց մենք համատեղ մի ծրագիր ենք անում բանակի հետ ու Սեյրան Օհանյանը համաձայնվել էր որ մեր կազմակերպությունը պատկերացնում եք որ այդքան այդ դեպքերը հրապարակային է դարձնում եւ այլն ես գնացի որ իր հետ հանդիպեմ որ իրան տեսա շատ անհարմար զգացի մի տեսակ որ քննադատել եմ այդքան բան ու ասեցի ներողություն եմ խնդրում որ ես ձեզ այդքան քննադատել եմ բան ուղղակի ոնց որ մարդկային հանդիպում ինքը ասեց որ ես միշտ կառուցողական եմ մոտեցել ձեր քննադատությանը ու ես իրոք տեսել եմ որ այդ կառուցողականությունը ընտանիքներ եղել են դեպքեր օրինակ բանով ձեռնափայտով տղան ծառայում էր բանակում դա 10-11 թվականներին ու որ ես իմացել եմ շատ ծնողներն էին ինձ բողոքել ու ես բան արեցի շատ աղմուկ էի բարձրացրել բայց դեռ հոդված չի գրել մինչև հոդված գրել ուզում եմ ինչ-որ ձևով օգնած լինեմ նոր այնտեղ չեմ հիշում որ գեներալներ այդ տղային ծնողները բերել էին հիվանդանոց հոսպիտալ այդ ձև ինքը ծառայում էր ասում են ճաշարանը չի կարողանում գնա որ հաց ուտի Քելբաջարի Զորամասում հիշեցի Զորամասը ու մեկ էլ հայրը ինձ զանգեց ասեց չեն ընդունում իրան հոսպիտալ ու վատ էր ինքը բան ինչ որ հիվանդություն ուներ այս ծնկոսկրերը դուրս էին գալի իրանց տեղից էլի ու ինքը տենց ծառայում էր ես զանգել էի այդ գեներալներից մեկին որը վերահսկում է այդ հոսպիտալներ եւ այլն չեմ ուզում անունները տամ դրանց
ու ասեցի դու գիտեք որ ձեր այս ձևի մարդա ծառայում ինչ էին արել գիտեք որ հոսպիտալ գնաց այս տղա ձեռնափայտը կոտրել էին եկել էին բռիավարի գցել էին մեքենա տարել էին նորից Քելբաջարի Զորամաս այդ ժամանակ ես հոդվածը արդեն գրեցի ու Սեյրան Օհանյանը անմիջապես այդ կանչել էր իր մոտ երբ որ իմ հոդվածը հրապարակվել էր արդեն որ ինչ վիճակում այդ տղան առանց դե վատացել էր տարել էին հոսպիտալ ու ինքը բժիշկների հայրը ինձ զանգեց ասեց բժիշկների խմբի հետ Սեյրան Օհանյանը իր մոտ է կանչել ու այդ բժիշկներին ասել է չէ այս ինչ է ես իմ աչքով եմ տեսնում որ այս մարդը չի կարող ծառայել այսինքն ուզում եմ ասեմ հավասար մոտեցում կար դու քննադատում ես ես ոչ վիրավորում եմ այսքան ժամանակ որևէ մեկին ես վիրավորակ չկամ ես ուզում եմ որ դուք տեսնեք այդ հարցերը լուծեք բայց ոչ ոք այսինքն իրանք դա ընդունում են ոնց կլի ճիրաշ չիները անգնում է Սուրեն Պապիկյանի եթե դու ասում ես ինչի է այդ զինվորը ինչի է ինքը մահացել դու ինչ է իրանում որ ինքը մահացել է ես չեմ կարողանում շատ ծանր եմ տանում այդ մահվան դեպքերը հատկապես զինվորների այդ վերաբերմունքը այդ բռնի վերաբերմունքը այնտեղ ոնց են վարվում այդ ուղղակի ու չի կայանում ոչ մի խոսքով սրանց հետ ընդհանրապես աշխատել հնարավոր չի այնտեղ կարող ես քննադատել բայց քեզ հետ ուզեն հանդիպել ես իդեպ ասեմ Կորին ջան որ 90-ական թվականների վերջից ես բանակով գրում էի եւ Վազգեն Սարգսյանի հետ ծանոթ էի մի անգամ մենք գնացինք զինվորների գործերով Վազգեն Սարգսյանի մոտ որ ներկայացնենք թե ոնց են կեղծում այս բաները ու կանչել էր ռազմական ոստիկանության պետին մյուսներին որ ներկալնեն գլխավոր դատախազին բա մենք այդտեղ ներկայացնում ենք ու ես ասեմ քեզ ինքը շատ սրտացավ ռեակցիա տվեց որ տեսավ մենք փաստերով ենք էլի ներկայացնում այս իշխանության պարագայում փորձել եք փաստերով մենք միշտ փաստերով հրապարակում ենք մեզ երբեք որևէ հակադարձում չի եղել իրենք երբ որ մեզանից դժգոհում են իրենք մեր մասին են խոսում ոչ թե այդ գործերի մասին են խոսում կամ էլ մենք փաստաբան ենք ունեցել մենք երբեք դեպք չի եղել որ ինձ դատախազությունը մեղադրի ոչ փաստեր հրապարակելու մեջ իսկ երբ որ խոսում են հակափաստարկներ չեն բերում դուք հակափաստարկներ բերեք որտեղ մենք անմիջապես ընտանիքի հետ ենք աշխատում փաստերը այդ ամեն ինչը ստուգում ենք եւ այլն բայց ցավում եմ որ ինձ Վազգեն Սարգսյանը ասեց շատ էի նեղվում որ դու անդադ բանակի իրանն էլ էի քննադատում ընդ որում տաբու էր այդ ժամանակ բանակի թեման ես ասեմ Վահաններ Իշխանյանը գրում քիչ է Վահանը ավելի գրել բայց գրում էր շատ ցավում եմ իր մահվան համար Վահան ինքը փայլուն լրագրող էր փայլուն եւ այդ բարդ թեմաները ու ես եմ դա գրել ու ես Վազգեն Սարգսյանին էլի իրան էլ է ահավոր քննադատում ինքը մի անգամ ինձ տեսավ ասեց գիտես ասեց միշտ մտածում էի ինչի՞ ես դու ինձ տենց քննադատում մտածում էի դու բանակի դեմ ես գրում ասում ու հանկարծ հասկացա որ դու բանակի համար ես գրում որ բանակը փոխվի ասում ու ես քեզ շատ սիրեցի այդ ժամանակ երբ որ ինքը էլի իրան էր մեղադրում ինքը շատ անկեղծ բան մարդ էր եւ իրոք ինքը ասում էր որ առավոտը ինձ բերում են այդ ցուցակները մահվան ողնաշարս ոնց որ կոտրեն այտենց ինքը սրտով մարդ էր դե արի այս մարդկանց որոնք ոչ սիրտում են ոչ հոգի հիմա համեմատի բայց մենք խոսում ենք որ դուք փոխեք այդ ինչ որ բաներ փոխեք դուք հայտարարում եք բանակի եսի միջ տարի 23 թվականին հայտարարել էին կարգապահության չգիտեմ մի ամսում 10 մահվան դեպք եղավ ու ես դակ մենք աշխատում ենք այդ ժամանակ եւ հրապարակում ենք մենք միշտ մարդու իրավունքները պաշտպանել ենք հրապարականության միջոցով իսկ այստեղ աշխատանք չկա ոչ բանակի մասին մտահոգություն կա ոչ մի բան Բանակի թեման շարունակելով իմ վերջին հարցը տամ մի քանի օր առաջ մարդու իրավունքների եվրոպական դատարանը շատ կարևոր վճիռ կայացրեց մեր զինծառայողների Հայկ Թորոյանի հետ կապված եւ փաստորեն ՄԻԵԴ-ը
հաստատեց, որ Ադրբեջանը կատարել է ռազմական հանցագործություն, խոշտանգել է մեր զինվորին եւ դրանով նաեւ հոգեկան տառապանքներ եւ փաստացի խոշտանգել է նաեւ նրա հարազատներին։ Բայց մեր իշխանությունների դիրքորոշումն այն է, որ մենք պետք է միետից մեր հայցերը հետ քաշենք, հետ կանչենք։ Նույնիսկ խաղաղության պայմանագրի շրջանակներում նույնիսկ որոշ գործիչներ իշխանական մեր եւ Ադրբեջանի հայցերի միջև հավասարության նշան են դնում, հա։ Դուք ինչպես եք վերաբերում այս հայցերը հետ բերել, որտեվ դատական պաշտպանության իրավունքը ամեն մեկի իրավունքն է եւ մարդիկ պետք է օգտվեն դատական պաշտպանության իրավունքից։ Խաղաղության հետ ինչ կապ ունի։ Ոնց կարող է դու ունենաս այսպիսի դեպքեր, ոնց կարող է խաղաղություն լինի առանց արդարության, առանց արդարադատության։ Դա հնարավոր չի։ Ինչ խաղաղություն, եթե մենք գերիներ ունենք Բաքվի բանտերում, կամ ասենք այդ հանցագործ Ալիևը, ասենք որ նա մի օր պատասխանատվության է ենթարկվելու, ասենք, դա դրա հետ է խաղաղությունը։ Այդ բոլոր հանցանքները հենց Ալիևի հրամանով են եղել, դրանք հո ինքնական չեն։ Հա, իհարկե։ Ես շատ ուրախ եմ, որ այդ վճիռը վերջապես կայացրեց Միեդը եւ հրապարակվեց հենց այս փուլում, հենց այստեղ, ու դա չեմ համարում, որ պատահական էր, հետընտրական եւ անդրադարձնել շատ լավ արձագանք էր այն իրավապաշտպանների կողմից, ովքեր որ զբաղվել են այդ գործերով եւ դիմել են։ Ոնց կա ու եւ Արա Ղազարյանը ասաց, որ դեռ իրար հետևից կլինեն վճիռներ 22 գործերով։ Սա նախ ցույց է տալիս Ադրբեջանի դեմքը, թե ոնց իրանք կարող են վարվել, այսինքն այն ինչ խաղաղություն, որ իրանք ընդունակեն ձեռքերն ու ոտքերը կտրված նկարվել եւ ասենք դա քարոզչություն է, չէ, ասենք մի մարդ, որ այդ ձևի քարոզչություն է անում իր երկրում, դու ոնց կարող ես այդ ակնկալես, ինչ խաղաղություն, կեղծ ձևական խաղաղություն։ Մենք անընդհատ դա տեսնում ենք։ Սարսափելի է։ Իդեպ մենք պատերազմել ենք շատ լավ լուսաբանել։ Եվ ես հանդիպել եմ մի ընտանիքի Սևանի գյուղերից մեկում, որի տղայի հետ էլ են տենց վարվել, բայց ոչ թե տարել էին, այլ այդ ձևի իրանց դիակը ծնողին տվել էին այդենց անդամահատված եւ այսինքն այդ ձևի արտառոց դեպքեր կային։ Լույս սփռեց Միեդը այս իր վճռով, նաև նշել Արցախի հետ կապված պատերազմի ֆիքսելով Արցախը, Արցախի հանրապետությունը շատ կարևոր վճիռ եմ համարում, որը դեռ կունենա արձագանքներ եւ որը հույս ունեմ, որ մեր մնում է քաղաքական հետևանքներ ունենա։ Ես այդ նկատի ունեմ արձագանքներ ասելով, քաղաքական հետևանքներն էլ կլինեն։ Ես չեմ կարծում, որ Ալիևը այդպես հիմա ասենք գնում է Վաշինգտոնում ներկայացնում է, որ Հայաստանը արդեն իրանց տարածքներն է, բայց իր որոշելով չի, ասելով չի, այստեղից էլ արձագանք չկա, որևէ արձագանք չկա։ Երեք էլ ինչ-որ լրագրողին բացատրում էր Նիկոլ Փաշինյանը, որ հայելային, ինչ հայելային, նրանք պետական մակարդակով խոսում են 300,000 ադրբեջանցիների վերադարձության մասին, պետական, չէ, կառավարության։ Հայելայինը որն է, դուք խոսում եք։ Արևմտյան Ադրբեջան իրենց կրթության նախարարը խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին։ Հա, դուք բայց կառավարությունը պատասխանում է, որն է հայելայինը, որ ասում աստեղ Արցախի մասին։ Հա, ես օրինակ միշտ խոսելու եմ։ Եվ ինչ, դա է Ալիևը ինձ արձագանքում։ Քեզ պետք է դու պետք է արձագանքես Ալիևին։ Ոչ մի պատասխան չի տրվում։ Եվ այդ ատելությունը երբեք չի անցնի։ Այդ լավ երբեք չասեմ տասնամյակներ մինչև արդարություն չլինի, այո։ Եվ այդ քայլեր չանի, դու ինչի՞ չես վերադարձում այդ գերիներ, այդ մարդկանց մեզ։ Ու դու գնում նստում իրանց այդ բանակցում ես, բացարձակապես չկա կամ են Արարատ Միրզոյանը, չէ, որ ծնգլ բառը օգտագործեց։ Ծնգլ արիք գերիներով ասում։ Գիտեք ինչ, այդ ծնգլ բառի համար ինքը պետք է հրաժարական տար դուրս գար։ Ոնց կարող արտգործ նախարար այդպիսի բառ օգտագործի։ Եթե նույնիսկ դա գերիներին չէր վերաբերում, էլի, հասկանում եք։ Ասենք ինչքան են իրանք շփացել, ասենք
Բա դուք գիտությունների տեխնացու եք կարծեմ ինչ-որ ցեղասպանագետ է ժամ, հա, դե ինչ բառերով ես խոսում, էլի, արտգործ նախարարը, դու տեսել ես ինչ արտգործ նախարարներ են, Իրենք համել կրթական գործառույթ ունեն, Տիկին Ալեքսանյան, գիտեք, չէ, կրթությունը նորաձև, իրենք այդ բառապաշարը փորձում են նաև հաջորդ սերունդներին էլ փոխանցել, այնպես չի։ Դե նահագին փոխանցում են, էլի, որոշներին, որոնք կրկնում էին կաթողիկոսին, նույնիսկ այդ իրավապաշտպաններից եմ լսել, որ կաթողիկոսին են իր անունով էին տալիս, այն չեմ ուզում։ Հա, նույնիսկ չեմ կարող թույլ տալ ինձ կրկնել այդ։ Հաղորդմանս հատվածում բլից հարցեր եմ ես, այո, նախատեսել, խնդրեմ արագ պատասխանեք։ Եվ այսպես, դատարան թե հանրային կարծիք։ Հիմա այս պահին թե ընդհանրապես։ Ընդհանրապես։ Չգիտեմ, դատարան։ Դատարան։ Այսօր Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ։ Այո։ Եվ շատ։ Եվ շատ։ Այսօր Հայաստանում ոստիկանությունը պաշտպանում է թե ճնշում։ Գիտեք, ես չի ասի այդ առաջվան մատեց ակնհայտ ճնշում, բայց առիթների դեպքում ինքը պաշտպանում է իշխանություններին, ինքը իշխանության համար է աշխատում, քաղաքացու համար չի աշխատում։ Եվ ես մի քանի օրինակ կուզեի բերել, բայց չեմ, քանի որ բլից են հարցերը, այս վերջին դեպքը այն դիմակավորված անձանց իբրթե, որ գնացել էին հղի կնոջ բան, դիմակներով իրանք մտել էին, ասենք չեմ հարգում այդ բանը եւ անընդունելի բռնություն է դա, սարսափելի, որը չեմ ընդունում։ Որն է ամենաանկախ պետական ինստիտուտը Հայաստանում հիմա համեմատաբար։ Չգիտեմ։ Ամենախնդրահարույց պետական ինստիտուտը։ Իրավապահ համակարգը կառանձնացնեի, որ ասենք ես զարմանում եմ, որ գլխավոր դատախազը իր մասնագիտական արժանապատվությունը չի պահում։ Մասնագիտական։ Սոցցանցերը նպաստում են ժողովրդավարությանը։ Գիտեք ինչ, սոցցանցերը այն վիճակում են ինչ որ հասարակություն է հիմա։ Ասենք այդ ատելության խոսքը եւ այլն, եթե մենք նորմալ իշխանություն ունենանք, սոցցանցերում էլ, եթե մենք հիշենք ժամանակին սոցցանցերով նաև հանրային կարծիք է ձևավորում ինչ որ հարցերին եւ օգտակար խոսքազատության տեսանկյունից։ Այո, շատ լավ բաներ կան, բայց հիմա քանի որ այդպես բևեռացված, այդ ատելությունը sense հայտնվել է այդ դեռ ինչ որ թիմեր կան, որ նստած սպասում են, որ մեկը մի բառ ֆաբրիկաներ, այո։ Պետության գլխավոր պարտքը քաղաքացու հանդեպ ո՞րն է։ Քաղաքացուն պաշտպանելն է։ Քաղաքացու մասին մտահոգ լինելն է եւ քաղաքացու համար աշխատելն է, ծառայելն է քաղաքացուն։ 2018-ի հեղափոխությունը ձեզ հաջողվեց։ Իհարկե ոչ։ Ժամանակը ցույց տվեց, որ գուցե կար այդ ոգևորությունը, բայց հետո ամեն ինչ պարզ դարձավ աստիճանաբար։ Ոնց կարող է հաջողված լինել։ Տապալված հեղափոխություն։ Ով է ավելի վտանգավոր՝ կոռումպացված պաշտոնյան թե անտարբեր քաղաքացին։ Կոռումպացված պաշտոնյան։ Մեկ խորհուրդ երիտասարդ կապված են շատ իրար հետ։ Այո։ Եվ վերջին հարցն է մեկ խորհուրդ երիտասարդ իրավապաշտպաններին։ Եթե կան գիտեք, ես համարում եմ, որ իրավապաշտպանությունը դա մարդկային տեսակ է։ Եթե դու ես միջազգային շատ իրավապաշտպաններ եմ ճանաչում, որոնց շատ բարձր եմ գնահատում։ Իրենց նվիրվածությունը, ես մասնավորապես Human Rights Watch-ի աշխատակիցներին կարող եմ ներկայացնել, իրենք ամեն ինչ պատրաստ են ընդհանրապես այդ կազմակերպությունը անել մարդու համար։ Սենց գիտեք, իրանք չգիտեմ ինչքան գումարներ կծախսեն, որ գան այդ մարդուն օգնելու եւ ես ուղղակի շատ բարձր եմ գնահատում դա, եթե իրավապաշտպան ես, եթե դու քեզ ես երբեք ինչ չեմ համարել, ինձ ասել են իրավապաշտպան, ճիշտն ասած, բայց եթե դու գիտես քեզ քո մեջ դու դա առանձնացնում ես, գնահատում ես, դու պետք է հավատարիմ լինես դրան եւ իրոք մարդը շատ կարեւոր է։ Պետք է բարձրագույն արժեք է եւ ուզում եմ մի օրինակ բերել, սա Դալայ Լաման էր պատմել, որ իրենց գուրուներից մեկը 17 տարի դատապարտվել է, երբ որ նա դուրս է եկել բանտից, ինքը այցելել է իրեն տեսնելու
ասել էր ինչ վտանգի զգացում ունեի դու այս բանտում այս տարիների ընթացքում։ Ինքը ասել է, որ վախենում էի կորցնեմ կարեկցանքս։ Դա միշտ պետքա ներկա լինի իրավապաշտպանի մեջ։ Այո։ Այսքանն էին իմ հարցերը, շնորհակալ եմ շատ զրույցի համար, հուսամ ձեզ եւս հետաքրքիր եղավ, ինչ շատ հետաքրքիր էր։ Շնորհակալ եմ։ Ես սիրով զրուցեցի, ճիշտ ասած խոսեցի բաներ, որ սովորաբար հարցազրույցներում չեմ խոսում։ Այո։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում էի իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ, մեր նկարանող թիմը գնալու է արձակուրդ, այսինքն մի ժամանակ հաղորդումը արձակուրդում է լինելու, կհանդիպենք արձակուրդից հետո, շնորհակալ եմ, հետևեք 5-րդ ալիքին, ցտեսություն։